նայ Բաքու, լիքը փող, լիքը հարուստներ, ժամանց է պետք։ Սոցցանցեր չկա, YouTube չկա, TV չկա, շրջագայություններ չկա։ Ինքը գրում է բոլոր շերտերի մասին, այսինքն իր պատմվածքներում, վեպերում մենք տեսնում ենք ամենաստորակարգ չարչի բանվոր աշխատողից, հա, մինչև ամենահարուստներ։ Այսօրվա թեման լինելու է հայ գրականության Եվրոպագիր գրողներից մեկը, երևի ամենակարդացված, ամենահայտնի, ամենաուժեղ գրողներից մեկը մեր կարծիքով։ Ես օրինակ, չգիտեմ, Շիրվանզադե փոքր ժամանակ այդքան շատ չեմ սիրել։ Գրողի ու գրականության ոնց որ կյանքը առանց միջավայրի, առանց փորձառության, առանց գաղափարների մեկը մյուսից չի տարանջատվում։ Կենսագրականի մասին, ժամանակի մասին, ինչ միջավայրում ապրել, ինչ միջավայրում ստեղծագործել, ինչ փորձառություն ա ունեցել։ Ինքը գործը այտենց մի երևելի բան չի, բայց նաև հաշվի առնենք, որ առաջին տպագրված գործն է, այդ կրակ նավթագործարանում է։ Հարուստ հայ է, որի գործանը արվում է, հրդեհ ա բռնկվում նավթագործարանը։ Հերոսի կերպարը, ով վազում է ու ասում է այդ հրդեհի մասին, վախը տիրոջից այնքան մեծ է, որ ինքը վազում է առաջինը տիրոջը ասի, հետ գալու ճանապարհի կեսից նոր հիշում է, որ այնտեղ իր հետն ու աղբերն են։ Այսինքն դասական կապիտալիստական ժամանակաշրջանի գրականությունը։ Դի մի հատ մեծ բան է, դա թողենք, որտեվ դա ոնց որ կարծիքով պիկն է այս պատմվածքի ու պետք է այդ դրա մասին շատ խորանանք։